Իրանում զարգացումները գնում են ամենավատ սցենարով, ես հասկանում եմ, որ մարդկանց անդուր է դա լսել, բայց իրականությունը դա է, ես չեմ սա ստեղծել։ Սա գնում է դեպի Իրաքի և Աֆղանիստանի սցենար, արդեն 3500 ծովայիններ ժամանել են Պարսից ծոցի ռեգիոն, Միացյալ Նահանգները հայտարարել է, որ անցնում է ցամաքային գործողությունների, սա ինչ է նշանակում, նրանք փորձելու են իրենց ձեռքը վերցնել Պարսից ծոցի որոշ հատվածները եւ այդ խարկ, ասում են խարկ կղզին մի քանի ուրիշ կղզին։ Սա միանգամից ստեղծելու է հնարավորություն իրանցիների համար հեշտությամբ հարվածել, պատասխան հարված հասնել ամերիկացիներին, լինելու են կորուստներ, հարյուրավոր, հույսով եմ միայն հարյուրավոր, ոչ թե հազարավոր կորուստներ։ Ամբողջ Միացյալ Նահանգներով հիմա տեղի են ունենում բողոքներ, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս հարյուրավոր քաղաքներում, Ալյասկայից մինչև Նյու Յորք։ Մարդիկ բողոքում են եւ իդեպ իրենց ոչ չի ծեծում, ոչ էլ ռակետա գցում իրանց վրա, ոնց որ մեր մոտ։ Մեր դեմոկրատական բռնապետը։ Ամբողջ երկրով բողոքներ են, երբ որ սկսեն Աստված չտա, ամերիկացիների մարմինները վերադառնան Միացյալ Նահանգներ, սա մեծ եւ ծանր ազդեցություն կունենա Տրամպի վրա, իր քաղաքական դիրքերի վրա, քաղաքական ճնշումը աճելու է։ Պահանջները իրեն հեռացնելու, impeachment-ի պահանջները գնալով ավելի ուժեղանալու են, չնայած ցավոք սրտի այնտեղ ամեն ինչ վերահսկում է Իսրայելի լոբին։ Այսինքն, այս օպերացիայից հետո, երբ որ իրեն ձեռքը վերցնեն ինչ որ, ասենք թե վերահսկողության տակ վերցնեն ինչ որ տարածք, Իրանում նրանք թիրախ են դառնում Իրանի հրթիռների, դրոնների, ռումբերի, տորպեդոների համար։ Այդ տարածքը մի քիչ նման է Նորմանդիային, եթե հիշում եք 44 թվականի հունիսի 6-ին Ամերիկայի ուժերը հասան Նորմանդիային, Overlord օպերացիայի հետևանքով։ Այնտեղ կային տասնյակ հազարավոր զոհեր։ Աստված չտա նույն բանը լինի այստեղ։ Անցնելով այս ցամաքային փուլը նշանակում է, որ Միացյալ Նահանգները ներեք հաշվում խոշոր պատերազմի մեջ, որը տանում է դեպի Իրաքի կամ Աֆղանիստանի սցենար։ Այսինքն Իրանը պատասխանելու է, անգամ եթե նրանց հաջողվի ինչ-որ տարածք վերցնել վերահսկողության տակ, Իրանը պատասխանելու է նախ, ասեցի, դրոններով, հրթիռներով, տարբեր զինատեսակներով, դրանից հետո եւ ռեգիոնում, եւ ռեգիոնից դուրս, այսպես կոչված paramilitary, այսինքն ոչ կանոնավոր ռազմական ուժերը կսկսեն աշխատել արդեն Իրաքում հարձակումներ են կատարվում ամերիկյան բազաների վրա, փաստորեն Իրաքն է ներքաշվել, Լիբանանն է ներքաշվել, Եմենն է ներքաշվել, հայտարարել է երեք, որ ինքն էլ է փակելու Կարմիր ծովի այդ նեղուցը